Բաղրամյանը, որ Մոսկովյանի հետ է հատվում, այսինքն դու պետք է Կասկադի կողմից անցնես այդտած դեպի Սարյան։ Մոսկովյանից ինքը գալիս է որ թեքվիտ Բաղրամյան, այդ պահին դու անցնում ես, գալիս է էլի ոտերի տակ կպնում եմ որ Գալիս նստում է շնչիտ մինչև վերջի վայրկյանին։ Դավիթը մի երկու անգամ նրան մի անգամ պատուհանին է խփել մեկի տենց։ Որ ինքը իր կանաչի ժամանակ եկել է նստում բանը բանին այ։ Ախր էդի պոտենցիալ վեճ է, հա, էդի պոտենցիալ վեճ է։ Չէ, հիմա այս զրույցը ինչի գնաց, հիմա մի քիչ արի գիտես ինչից եմ մտածում խոսամ, կյանքի որակի մասին։ Կյանքի որակի մասին էինք ուզում խոսել, այո։ Սկսեցիք մեքենաների եւ հետիոտների խոսակցությունից, բայց էդ էլ է կյանքի որակ։ Չգիտեմ, կտրես թե չէ այդ մասը։ Դե հիմա կերևա եւ այլն։ Հիմա ինձ թվում է էդի հստակ կյանքի որակի թեմա է, այսինքն եթե դու մի տեղ քո ներսում ագրեսիա է գեներացվում, էդի քո կյանքի որակի վրա հստակ ճնշում է գործում։ Արի սենց անենք, այնքան բաներ կա, թեմաներ կա սարքի կյանքի որակի։ Հա, ճիշտ ես ասում, բայց այս թեմայի վրա շատ չկենտրոնանանք, որովհետեւ կյանքի որակը տենց մի քիչ ավելի մեծ որ նայենք, թե այդ էլ մի բան է, թե որ դու ոչ միջավայրում ես ապրում, այդ միջավայրը քեզ ինչ սիգնալներ է ուղարկում։ Այո։ Այդ ամենօրյա բաներից մեկն է, որ էդի դրսային որակի թեմա է, այսինքն ինձ թվում է գոյություն դրսի թեմա ու ներսի թեմա։ Կյանքի որակային էլի։ Այսինքն մեր սպասումները, մեր ակնկալիքները դրսից, այն որ ասում են, շատ փող ունենամ, որ ասում են, չգիտեմ, տուն ունենամ, մեծ տուն, ավտո, աշխատանք, ընտանիք եւ այլն։ Ու կա նաեւ ներքին թեմաներ, ներքին բավարարվածության թեմաներ, թե ոնց հասնես նրան, որ ներքուստը զգաս, որ բավարարված ես կյանքից հետ։ Հիմա կարանք սկսենք նրանից, թե օրինակ խի են մարդիկ, խի է մարդկանց մոտ ասոցացվում, եթե կյանքի որակ, օրինակ, ուրեմն դրա տակ արդեն գալիս է կարիերա, փող, ինչ-որ հաջողություն, հաջողակ լինել, ու սենց ինչ-որ բաներ, էլի խի է դրանով ասոցացվում ըստ քեզ, էլի մարդու մոտ։ Դե նայ, ստատուսի բան կա, մենք բոլորս պետք է ցույց տանք, որ մենք մյուսից լավ ենք, չէ՞։ Մենք նախ եւ առաջ մենք մեզ պետք է ապացուցենք, որ մենք մյուսից լավ ենք, որպեսզի մենք մեզ սիրենք։ Պետք է մենք բոլորին այս լիքը մարդ կա, որ ինքը իրան սիրելու համար պետք է ապացուցի, որ ուրիշներից լավն է, ու դրա համար ոնց պետք է ապացուցես, դա ապացուցում ես նրանով, որ դու ավելի բարձր ստատուս ունես, դու ավելի բարձր դիրք ավելի լավ մեքենա ես քշում, ավելի լավ տուն ունես, ավելի լավ շորեր ես հագնում, այդ բրանդերի շորերի պատմությունը ո՞րն է, ասենք իմաստը ո՞րն է, ինչ որ մի հատ անուն գրես բանից շորիդ վրա ու ասես այս անունի պատճառով ես ավելի cool եմ, չգիտեմ։ Դե այսինքն նայ, կարիերան այտենց ես այդ մենակ դրան չէի չացնի իհարկե, կարիերան նաև ամենակարևորը ապահովության ճանապարհը, կարիերան չէ, աշխատանքը, ինչ որ մի բանով փող աշխատելը համար առաջին ապահովության բան է, բայց լիքը մարդ մենակ դրա մասին չի, դրա վրա չի կենտրոնանում, լիքը մարդ կենտրոնանում է դրա վրա, թե ոնց սանդղակի վրա ավելի բարձր բանումը հայտնվի, որը իրան ավելի բան կտա, ավելի ոնց են ասում հայերեն, power, ավելի բան էլի, իշխանություն էլի։ Իշխանություն ու ավելի բան, այդ ստատուսը ու բանը էլի։ Էդ էլ հա էլի, եթե էդ է քո մոտիվը, որպեսզի դառնաս, չգիտեմ, այդ վերևներում հասնես, դա հիմնականում լիքը մարդիկ նրանից է, որ չգիտեն որտեղ իրականում ոնց է իրանց կյանքի ինչ միջոցով հասնեն կյանքի որակի ու իրանց ամենահեշտ չէ, հասարակության մեջ ամենաընդունված ձևը դա ստատուսն է, որ ստատուսի միջոցով, հա, այդ ամենաուղիղ, այդ գիտեն, այդ ապրես, ուրիշ բան չգիտեն, դրա համար Դե բայց այդ էլ գալիս է քուր, ինձ թվում է այդ էլ գալիս է ավելի շատ վիզուալ տրիգերներից։ Մարդը ինքը տես ցանկասեր է, չէ, այսինքն ինքը սիրում է տեսնել, ունենալ, խի է խոսքի։ Օրը ես մի հատ, չգիտեմ, pick-up կուզեի, կամ մի հատ Maserati կուզեի, որովհետև տեսնում ես, ինքը էսթետիկ է։ Իր մեջ գոյություն ունեն ինչ-որ վիզուալ տրիգերներ, որ դու տեսնում ես, սկսում է ցանկասիրությունը աշխատել։ Խի է որ խոսքի տուն ես տեսնում, մի հատ մատերիալիզմը էլի բան։ Հա, մի հատ ունես չքնաղ մի տուն կամ ինչ-որ մի հատ միջավայր, ասում ես, այ կուզեի այստեղ ապրեի։
Բայց հետո երբ որ դու տեսնում ես մարդկանց, ովքեր որ նմանատիպ կյանք ունեն, դու տեսնում ես, որ այդ մարդիկ արա նույն խնդիրների վրա են, ինչը որ ունեն են մյուս մարդիկ, որոնք որ էդի չունեն։ Ու դու Դե տեղ հենց բռնում էտա ես քեզ էլի։ դրա վրա, որ ախպեր, հոպը սպասի, այսինքն բոլորի մոտ նույնատիպ է այդ գործողությունը կատարվում, այդ բավարարված չբավարարված լինելու անկախ այն հանգամանքից այդ մարդն ունի թե չէ, կամ ինչ ունի թե Նայ, չէ։ այդ ինչ որ դու ես ասում, այդ այսինքն նույն պայմաններում, նույն X պայմաններում, չգիտեմ, մի հոգի կարա շատ ավելի լավ կյանքի որակ ունենա ու շատ ավելի գոհ լինի իր կյանքից, քան մյուս անձը, կախված նրանից, թե իրանց համար կյանքի որակը ինչ է ու ինչ բաներ են, ատրիբյուտներ են իրանք ավելացնում իրանց կյանքում, որոնք իրանց կյանքի որակը կարան լավացնեն։ Օրինակ, չգիտեմ, ասենք շատ հասարակ բաներ էլի, որ կախված մարդուց, ասենք, չգիտեմ, սպորտը, պարելը, շարժվելը, ընկերությունը, հարաբերությունները, դրանք բաներ են, որոնք դու Բնության նույն հետ կապը։ ֆինանսական, հա, բնության հետ կապը, դու նույն ֆինանսական ու նույն տնտեսական պայմաններում կարող ես ավելացնել ինչ-որ activity-ներ, ոնց որ ասած, ու ինչ-որ ատրիբյուտներ քո կյանքում, որոնք քո կյանքի որակը կարող է 5 անգամ շատ ավելի լավը բարձրացնել, քան թե նույն տնտեսական պայմաններում ուրիշ մարդիկ, ովքեր կենտրոնացված են մենակ ստատուսի վրա։ Ու այդ մնացած բաները իրանց համար, ասենք, իրանք չեն տեսնում, որ դրանք, որտեղ իրանց համար միակ ճանապարհը լավ կյանքի որակի դա ստատուսն է, ասենք, օրինակ, չէ՞, լիքը մարդ կա այդպես։ Ու այդ էլ, չգիտեմ, նաև գայս Ամերիկայից, որովհետև ստանդարտները այնտեղ է, այսինքն ցավոք սրտի տենց է, որ այս գլոբալիզացված աշխարհում ստանդարտները դրվում են մեծ հեգեմոնի կողմից ու իրանք արդեն մի 50 տարի տենց ապրել են ու այդ բաները, այդ նորմերը եկել հասել են մեզ բոլորից, որ ինչքան բարձր ստատուս, այնքան դու ավելի բան ես, ավելի լավ կյանքի որակ ունես։ American Dream էլի լրիվ քուր ջան, այդ է։ Լրիվ, այո, ու հիմնական բանը ու հիմնական քարը, ոնց որ հիմնակարը փողն է, ու չեմ ասում փողը կարևոր, չգիտենք կարևոր է, բայց նորից այդ բանը էլի, որ բացի փողից այնքան ուրիշ բաներ կան, որ մեր կյանքի որակը կարան ավելացնեն ու ավելացնում են։ Սոցիալ մեդիաները, տես խոսքի նախորդ անգամ, որ մենք խոսում էինք հարաբերությունից ու հարաբերության ակնկալիքներից, մոդելներից, թե ինչքան բան ունի, էլի ազդեցություն ունի այդ սոցիալ մեդիաների դերը այդ ամեն ինչի վրա, ու այս ամեն ինչի վրա էլ հստակ շատ մեծ դեր ունի։ Դու տենում ես, որ մարդիկ իրանք միլիոնավոր ինչ-որ հետևորդներ են հավաքում զուտ այն հանգամանքով, որ ինքը կարա մի հատ Ferrari քշի, օրինակ, հա։ Մի հատ Ferrari-ա բերում ցույց տալի, կամ խոսքի, չգիտեմ, այդ հայտնի մարզիկները, որոնք որ իրանց մի հատ ինչ-որ խաղով, իրանց մի հատ մասնակցությամբ միլիոններ են վաստակում, հասցեպեր, ժամացույցներ, բաներ։ Ու երբ որ դու տեսնում ես այդ ամեն ինչը, ու հետո երբ որ դու տեսնում ես մարդկանց ապրելակերպը ու մարդիկ ուզում են ինչ-որ fake ժամացույցներ կապեն, նույնատիպ, այսինքն նույն ձևի, նույն տիպի fake-ը, որ իրանք էլ ասեն, տես մենք նույնա ձևի մեջ կարանք լինենք։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ այդ սոցիալ մեդիայական այդ ազդեցությունն էլ էլի ահավոր շատ է նամանավանդ հիմա, ու այդ սաղ ամեն ինչը գալիս է Ամերիկայից։ Դու տենում ես այդ ամերիկյան թեմաների մեջ է այդ սաղ կիրառվում ֆուտբոլիստները, այդ UFC կռվողները եւ այլն, հա, որ ցույց են տալիս իրանց շքեղ մեքենաները, բան, ու տեսնում ես, որ մարդկանց էդի կերավ, իրանց համար էդ է հաջողակության մոդելը ու էդ է մարդու կյանքի որակի մոդելը, հասկանում ես դու։ Ու իրանք չեն ֆիքսվում նրա վրա, ախպեր խոսքի, ես օրինակի համար դիցուկ ստանում եմ 300-400 հազար փող, որով ես կարամ թույլ տամ ինձ ունենամ մի հատ ինչ-որ կոմպակտ մեքենա, օրինակի համար տունս վարձեմ, եթե վարձում եմ կամ էլ եթե ունեմ, արա, բայց ես կարամ ամեն շաբաթ ելնեմ այդքան խոսքի բնության մեջ իմ ընկերոջ, իմ ընկերուհու հետ, մի քանի հոգու հետ գնամ, մի հատ խորոված անեմ, կամ այս սարը հելնեմ, կամ քո ասածի պես հելնեմ առավոտը վազեմ, կամ հելնեմ հեծանիվ, ու սենց ինչ-որ բաներ, կամ տարին 1-2 կարամ ինձ թույլ տամ գնամ ինչ-որ ճանապարհորդության, ու մարդիկ չեն կարող ընկալեն, որ այդ մանր բաներն է, որ մարդու կյանքի որակ է տալիս, իսկ այն մարդով այդքան ունի, արա նրա կյանքը ոչնչով չի տարբերվում, հենց այդ 500,000 ստացածից, հասկանում ես, որ սենց գլոբալ գցեմ քուր։ Հա, այդ ապացուցելու բանը լիքը մարդ այդ ինձ թվում է նամանան տղամարդկանց
Հայաստանում մի ինչ-որ մասսա տղամարդկանց մեջ, որ ինքը իր անգերների առաջ, որպիսի տենց տղամարդ երևա, ինքը պետք է ես ինչ ավտոյից քշի, ինչ, այսինքն իրանք դրա մեջ սենց բան եղած են, շղթայված են այդ process-ի մեջ, չեն էլ կարում դրանից դուրս գան, որովհետև իրանց ընկերությունը էտա, հիմա էտա ինչ ունեն, ոնց որ ասած, չեն էլ կարող դրանից դուրս գալ, ու այդ շրջապատի մեջ էլ այդ արժեքներն են ամենակարևորը, դրա համար հենա այն օրը խոսում էինք, տաքսու վարորդ էր պատմել, Դավիթին էր պատմել, ասում ասել էր բանա, ուզում եմ բան անեմ, տունս բան դնեմ վարկ, որ մեքենան upgrade անի։ Ասում է մի ժամանակ բանկերը ավելի շատ փող էին տալի, հիմա քիչ էին տալի, ոչմ, տենց որ քաղաքական բաների է վերածվել, բայց այդ չի հարցը, ջոգում ես, ինքը տունը իր ընտանիքի վարկով է դնում, որ իր մեքենան upgrade անի։ Ջոգում ես, ասենք այդ ինչ արժեքների մասին է խոսում է, ռիսկի ինչ տեսակի ռիսկեր են մարդիկ վերցնում, որ դրսի աշխարհին որ կարողանան ապացուցեն, որ ինչ-որ մի բան, չգիտես ասենք։ Բայց քուր չես կարծում, որ այդ բանը, այսինքն այդ դրսի այդ ինֆլուենսերտիկը էլի, ինչը որ դուրսը մարդկանց ներազդում է, որ մարդկանց վրա ազդում է, ինքը բավականին մեծ ուժ ունի ու շատ մարդիկ, որոնք որ դրա մեջ են, իրանք չգիտեն այլ ձև ու իրանք երբևէ իրանց հարց չեն տվել ու իրանք ոնց որ իրանց անկախ իրանց կամքից ենթարկվում են այդ ազդեցությանը ու իրանք ասում են որ ոնց ասեմ, են որ գիտես ինչ, են որ ազդակը կա ու մարդ ասում է դե եթե ազդակը կա, ուրեմն պետք է ենթարկվեմ դրան ու գործեմ այդ կանոնների համաձայն։ Ու անկախ իր կամքից ինքը սկսում է այդ նույն կերպով գործել։ Հասկանում ես, ասում ախպեր, եթե ящик են քշում ու ящик են քշում շատ-շատերը նրա համար, որ իրանք օրինակ պաշտպանվեն, որ ասեն ախպեր, ես մեծ ավտոյով եմ, որովհետև դրա մեջ կա այդ հոգեբանական ֆակտորը։ Եթե ящик-ը գալիս է քո ասածի պես քշվում է այդ պիշիխոդի բանին, մարդը տենում է ящик-ը մեծ ավտոյ, ասում բան, հեսա կտա կսպանի օրինակ, հա։ Ու իրանց էդի դուր է գալիս այդ պաշտպանողական բնազդը, հասկանում ես, որ հոբ ես մեծ ինչ որ եսի ինչով եմ, ինձ ոչ մեկ բան չի կարա ասի։ Ու իրանք անկախ իրանց կամքից ասում են ախպեր, սպասի ես էլ ես պաշտպանողական շղարշի տակ մտնեմ, որ մի քիչ հանգիստ լինի կյանքս։ Մտածում եմ, ասում եմ, հա, մի կողմից ախպերս, որ տրվում ես դրան, արա դե որ տրվում ես դրան, մեծ ռիսկի ես ենթարկում, հենց քո կյանքը, քո ընտանիքը, եթե տանես տունդ վարկի տակ դնես, կամ այդած մի տարի խոսքի պախատ լնես խոպաններում, որ գաս մի հատ ящик առնես, օրինակ եմ ասում։ Մյուս կողմից էլ մտածում եմ, ասում եմ, ինչ անտանելի ազդեցություն է ստեղծված, որ մարդը ուրիշ պաշտպանվելու մեթոդ չունի, այտենց հասկսում պաշտպանվել, հասկանում ես։ Քեզ թվում է պաշտպանվել է, թե ավելի շատ որ ուժ ցույց տալու։ Դե եթե ուժ են ցույց տալիս, ուրեմն նաև պաշտպանվում են։ Այսինքն իրանց վրա իրանք ազդեցություն են զգում, որից ելնելով իրանք ուզում են պաշտպանվեն ու ասեն ընկել, մենք էլ ենք քո թմից։ Ինձ էլ բան արեք, էլի հասկանում ես։ Հա, լրիվ ճիշտ ես ասում, այդ կապը էլի, որ իրականում թվում է թե այդ ագրեսիվ մոտեցումը ավելի շատ, որ ուզում են ագրեսիա ցույց տան ու ուժ ցույց տան, բայց այդ ուժի տակ ավելի շատ վախ է։ Այո, քուրս։ Այո։ Ու էդի շատ տխուր է, որովհետև ասում ես, արա խիեք իրարից պաշտպանվում ու նախ եւ առաջ խիեք իրար վրա հարձակվում, որի արդյունքում մարդիկ սկսում են արդեն պաշտպանվել ու յուրաքանչյուր մարդ ասում անգեր, ուրեմն, եթե ես հանգիստ կյանք եմ ուզում, ուրեմն պետք է ունենամ մի հատ ящик, մի հատ էլ պարսպապատ 50 մետրանոց տուն, որ ասեմ ընկեր, ես իմ բերդը, դարպասս բացվում է, նստում եմ ящик, եթում եմ անելիքս անում եմ, գալիս եմ տուն, այդքանով ես պաշտպանված եմ։ Էսի արդեն խարխլված սոցիալիզացում է, հասկանում ես քուր։ Լրիվ։ Հիվանդ էլի։ Նայ, այդ որ պատմում էի, ես մտածում էի մարդիկ այդ շատ մարդկային բան է, որ մենք մեզ համեմատում ենք ուրիշի հետ։ Այդ միշտ կա, որ մենք մեր կողքի մարդկանց, մեր հասարակության ուրիշ անդամների նկատմամբ ինչ-որ համեմատում ենք, ուզում ենք հասկանանք մենք մեր այդ հասարակական հիերարխիայի մեջ մեր տեղը որտեղ է։ Այո։ Ու մենք մեզ պետք է ինչ-որ սիգնալներ ուղարկենք ու նաև այդ դրսից վերցրած ինֆորմացիայով մենք մեզ այդ
հասարակական հիերարխիայի մեջ ինչ-որ մի հատ տեղ ենք գտնում ու մտածում ենք, օքեյ, մենք չգիտեմ, sense կիսահիպի, կիսայեսի ինչ ենք։ Այսինքն այդ տերմինները որ չլինեն, էլի չես կարա դու քեզ տեղավորես կողմնորոշվես, չէ, որ այդ բանին ես սոցիալական բանի մեջ, չէ։ Այդ նույն ձևով էլ այդ բանը էլի ամեն մարդ իր ու այդ սոցիալական բաները խմբերը ոնց որ ասած, հիմա ես բառ նշեցի, չգիտեմ, այն հիպիներին նշեցի, որ մենք թե ոնց ենք մեծացել, թե մենք ոնց ենք զարգացել, ինչ որ հա լիքը ապահովություն ենք փնտրել, բայց ներսում լիքը հիպիություն կա։ Այդ կոնցեպտներն էլ, չէ, ինչ որ մարդկանց խմբի մասին է խոսում, ու նույն ձևով հիմա այդ ящик քշողն էլ ինչ որ ուրիշ հասարակական խմբի աուզում պատկանի ու այդ արժեքներին ավելի մոտիկ ոնց որ ասած էլի։ Կախած թե ինչի ես փնտրում, բայց իրականում հա այդ բոլորն էլ ուզում են ցույց տան, որ իրանք այսինքն կյանքի որակին վերադառնալով հիմնական բանը այնա, որ դու կարողանաս քո հասարակական բանից լիքը մարդիկ ուզում են իրանք հասարակության մեջ իրանց տեղը գտնեն, որտեղ իրանց հարմար կլինի, որտեղ իրանք ամենահարմարը կզգան իրանց ոնց որ ու թե այդ ամեն մարդ թե ոնց է իր համար ընտրում էլի ընտրում ու define անում հայերը նորից այդ բառերը մեկ-մեկ չեն գալիս այդ հա իր համար կողմնորոշվում էլի հա այդ հարմարությունը ինչ է իմ համար կարա լինի ավելի շատ ժամանակ ունենալը ազատ ու իմ կյանքով այսինքն զբաղվելը ուրիշի համար կարա լինի ящիկը մյուսի համար կարա լինի այսինքն էլի բոլորս մենք շատ անհատական է հարցը իրականում նրանում է որ շատ ժամանակ մեծ մասամբ այդ ամեն ինչը ինչ որ խոսացինք լիքը մարդիկ վերցնում են այդ մոդելները ինչ որ իրանց այդ խմբերը ասել են, իրանք վերցնում են այդ մոդելները ու այդ մոդելներով շարունակվում են առանց իրանք հարց տալու, թե արդյոք այս մոդելը իսկապես իմ համար հարմար է ու իսկապես իմ կյանքի որակը այս մոդելով լավացնելու է, թե չէ։ Ու այն մարդիկ ովքեր իսկապես մի հատ հարց են տալիս իրան ու նաև տարբեր բաներ են փորձում, հիմա չգիտեմ, վերադառնանք նորից սպորտին, վերադառնանք նորից, չգիտեմ, հարաբերությունների մեջ տարբեր մարդկանց հետ տարբեր ձևերով շփվելու մոտեցումներին, չգիտեմ, ճանապարհորդելը, սնունդի հետ փորձառություններ անելը, ինչ սնունդ ուտես, ոնց զգաս, այսինքն այն մարդիկ ովքեր բաց են ու տարբեր բաներ են փորձում, որ հասկանան լավ իմ համար իսկապես ինչ է նա որ ինձ իսկապես լավ զգացողություն է տալի ու իմ լավ կյանք ունեմ այդ մարդիկ ինձ թվում է շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն իսկական կյանքի որակ կառուցելու իրանց համար այլ ոչ թե ասելու հա քանի որ բանը լավ կյանքի որակը լավ ящикով է որոշվում ուրեմն այդ է ճանապարհը այսինքն այդ նորից ինքդ քեզ հարց տալու ու նորից ինքդ քո հետ կոմունիկացիա ունենալու ու դու քո համար որոշելու այդ բանը որակները շատ կարևոր են լավ կյանքի որակ ունենալու համար որ հասկանաս քո համար քեզ ինչ է ուրախացնում քո համար ինչն է կյանքի վերջապես քեզ ինչ է այսինքն իմաստը որն է հասկանում ես ու ինձ թվում է կյանքի որակի այդ անկյունաքարային բաներից մեկը նաև այնա որ իմանաս թե քո համար ինչն է իմաստ ու ըստ դրա ոնց որ այդ իմաստ ապահովող այն մեթոդները կիրառես, որոնք որ քեզ լցնում են, լիացնում են։ Այսինքն իմաստներից ամենամեծը նաև սեր տալ, սեր առնել կամ զարգանալ, չէ, սովորել։ Հա, ու երբ որ դու գիտես այդ ամեն ինչը կա, դու սկսում ես արդեն հասկանալ, թե սովորելը ինչա քեզ տալու, քո մարմնին, առողջ մնալը, կամ դու բնության հետ քո կապը, մարդկանց հետ քո կապը։ Այդ անկյունաքարային իմաստները, երբ որ դու գտար, դու արդեն սկսում ես դրա շուրջը պտտվել ու տեղից դու արդեն քո լիցքերը սկսում ես ստանալ ու նաև տալ։ Ու այդ ժամանակ արդեն դու հասկանում ես, որ թե քեզ հստակ ինչա պետք։ Այսինքն, ինչ քչաթիվ, քչաքանակ ռեսուրսներն են հարկավոր, որ դու այդ ատրիբուտները քո ասացի պես ունենաս, որ այդ իմ ասած կոմպոնենտներից սկսես քո լիցքերը ստանալ։ Բայց երբ որ ախպեր, չէ, շատ, արա դա երբեք չի բավարարում։ Ու դու սկսում ես արդեն դեգերելը, անընդհատ աչուձախ, որովհետև դու մնացել ես դրսից տված տրիգերների տակ, ու անընդհատ ոնց որ դու չհասցնելու մոդումը լես ճոգում ես մոդուսում։ Անընդհատ դու ձգտես, որ ավելի շատը ունենաս, այնիշ դու ընթացիկ ոչ էլ բավարարվես որևէ բանից, ինչը որ դու ձեռք ես բերում, էլի հասկանում ես։ Բայց այդ իմաստը, որ ասացիր, հետաքրքիր է իմ համար, որովհետև ես հիմա իմ մասին որ մտածում եմ, նայ, ինձ չի որ ես կարամ ասեմ, ես գիտեմ
ինչ-որ իմաստ եմ գտել, դրա պատճառ, այսինքն այդ իմաստը գտել եմ, ինչի համար եմ ամեն ինչ անում, չեմ գտել իրականում, հələ անկապ sense դեգերումներով ապրում եք այդ դեգերումը վրացի, просто այդ ճանապարհին այդ իմաստը գտնելու, կարողա չգտնենք էլ երբևէ, կարողա երբևէ չգտնեմ, չեմ մանում, բայց այդ ճանապարհին արդեն ջոգում եմ, ինչն է ինձ լավ զգացողություն տալիս ու ինչը ինձ լավ զգացողություն չի տալիս, բայց հետաքրքիր է, տես օրինակ էդ էլ է շատ անհատական, կարողա քո համար դու գտել ես արդեն լիքը իմաստներ ու դրանց հիման վրա ես կառուցում, իսկ ես էլ կամ ուրիշ մարդիկ, ովքեր հələ փնտրում են ինչ-որ իմաստ, բայց այդ իմաստ փնտրելու ճանապարհին արդեն գիտեն իրանց համար ոնց առողջ ճանապարհ գցեն ու առողջ այդ ճանապարհով գնան մինչև հասնեն այդ իմաստին, ջոգում ես, ինչ եմ ասում։ Հա։ Դա իմ ասածը գիտես ինչն է, այդ լավը զգալը ինքը կարճաժամկետ ինչ-որ մոմենտներ է։ Լավը զգալն էլ է ինքը իմաստ, բայց ինքը կարճաժամկետ է, բայց երբ որ դու այդ լավը զգալու զգացումը գումարում ես նրա հետ, ինչի մեջ որ դու իմաստ ունես, դա արդեն դառնում է այն միքսը, որը որ քեզ ուժ է տալիս, որ դու ապրես, որովհետև սենց ըստիս էլի, այն մարդը, ով ինքը իմաստներ է գտնում այն ամեն ինչի մեջ, ինչը որ անում է, զբաղվում է, էական չի, օրինակ եմ ասում, հա իմաստ եմ գտնում ես հեծոյով մի տեղ եթալու, որովհետև ես կապում եմ էդի առողջության հետ, ես կապում եմ էդի բնության հետ, ես կապում եմ ինձ այդ process-ի հետ, մտքերիս հետ, ինչ այմ հետ տեղի ունենում եւ օրինակ եմ ասում, հա։ Երբ որ ես այդ ամեն ինչը կապում եմ իր հետ, վերջում մի հատ ինչ որ իմաստի գունդ է իմ մեջ լինում, ընդհանրապես ամեն ինչի մեջ իմաստ փորձել գտնելը մարդուն ավելի շատ դիմացկունություն է տալիս, քան թե երբ որ մենք իմաստներ չենք որոնում, որովհետև եթե դու իմաստ ես գտել ինչ-որ բանում, դա նշանակում է դու իմունիտետ ունես առաջ գնալու, դու ինչ-որ բան անում ես հանուն այդ իմաստի շարունակականության, հասկանում ես։ Հա, դες հետաքրքիր քո մոտ, ասա։ Չէ, զուտ իմ մոտ տենց է այդ դրսևորումը արտահայտվում ու ես ոնց որ դրա վրա փորձում եմ նաև այդ վարժությունը կատարեմ։ Եթե ես ինչ-որ բաներով փորձում եմ զբաղվեմ, փորձում եմ ես գտնեմ նախապես հələ հասկանամ թե դա ինչ է ինձ տալու ու դրա իմաստը իմ համար որն է լինելու։ Ու երբ որ ես կապում եմ իրար, ես զգում եմ որ հա, ես էլ ավելի դիմադրողական եմ դառնում իմ կյանքի մեջ, էլի, այլև այլ բաների մեջ, էլի։ Էական չի ինչ-որ բան անելուց էլի։ Հա, փաստորեն բանը, ես շատ հետաքրքիր է, էլի, մարդկանց մոտ այդ մեխանիզմները ոնց են, իմ մոտ օրինակ բանը Ես, ասենք օրինակ ջիմ գնալը ես չի որ իմ համար տենց սկզբնական շատ իմաստավոր բան է։ Ես անում եմ, որովհետև գիտեմ, եթե չանեմ, լավ չեմ զգա ինձ։ Անում եմ, որովհետև գիտեմ, որ այն տաթևը, որ 2 ամսից լինելու է ավելի ուժեղ, այդ իմ համար, հա, հենց այդ իմաստն է երևի, էլի, բայց այդ պահին, որ ես կազմակերպվում եմ, պետք է գնամ, ես չեմ մտածում այդ արդեն ինչ-որ sense դիսցիպլինա եմ կառուցել, որ դրա շուրջ է, ամեն անգամ այդ հարցը չեմ հարցնում։ Այդ լավը զգալ արդեն իմաստ է, այսինքն ամեն անգամ ինձ հարց չեմ տալիս դրա մասին, էլի ոնց որ ես արդեն sense մեջը դրած է, որ էս պետք է արվի։ Հա, էդ էլ է շատ լավ, բայց մյուս կողմից էլ հարցը սեն է, որ եթե խոսքի դու պետք է գնաս ջիմ, դու սիրում ես, չէ, ջիմից հետոյի տաթևին։ Այսինքն քո մեջ կա, չէ, էդի, ախարա սպասի հլե էթան, որովհետև ես էլ օրինակ այս վերջի շաբաթը մի քիչ մրսած էի, երեք եմ գնացել ջիմ ու երեք ելել եմ գնալու մի քիչ հələ մրսած, որովհետև արա կարոտել եմ այդ ջիմից հետոյի զգացումին, այնքան նոր իդեա է գալի, այնքան նոր մտքեր են գալի, մաքուր մտքեր, անվախ մտքեր, ու ես էդի կապում եմ, այսինքն ես դրա մեջ իմաստ եմ գտնում, ու երբ որ ես գիտեմ եթալու եմ ու հետո դուրս եմ գալու ու ինչ թեթև երեք մտել եմ սաունա ջիմից հետո ջան մենակ էի արա մտել եմ սաունա ինքս ինձ ասած խոսում եմ ասում եմ Տեր Աստված ես այս կյանքը սիրում եմ չոքոս կայֆ է ջիմից հետո սաունան ամենակայֆն է ասում ես սիրում եմ այս կյանքը շնորհակալ եմ որ ես ապրում եմ ջոգում ես ու ասենք այնքան հասարակ բան չէ արա հասարակ բան արա ու սաունա հասարակ բանը Արա ասում ես արա ես ինչ լի եմ ես ինչ լավ եմ ու հետո երբ որ ես արդեն պետք է նորից գնամ ջիմ ես այդ իմաստը ունեմ
Այսինքն ես այդ ստիմուլը ունեմ, որովհետև ես սիրում եմ այդ մարդուն, ով ջիմից հետո հելնում է նոր մտքերով, նոր իդեաներով ու ավելի համարձակ։ Ոնց որ կյանքը ավելի բուռն ապրելու էլի, հասկանում ես։ Պատրաստ։ Հետաքրքիր է, էլի, տես դու, բայց ես օրինակ որ գնալուց առաջ չեմ մտածում այդ Տաթևի մասին հետո։ Ես պրոստը էլ չեմ բանանում, ժամանակ չեմ էլ հարցեր տալի, չեմ էլ մտածում, պրոստը պետք է արվի, արվում է, անում ես, հետո ճոգում ես, շլավա որ անում ես։ Այ բայց որ չես անում 2 շաբաթ, զգում ես, ասենք ես վերջին 2 շաբաթը գործիցս բացի ուրիշ գործեր էի վերցրել ու չէի գործից հետո իրիկունն էլ էի նստում գործանում, չէի հասցնում, հետո եկա Հայաստան, հետո սկսեցի նորից որ սկսեցի սպորտ անել, զգում ես տարբերությունը, ոնց որ ահա տարբերությունը մեծ է, էլի որ այդ թեթևությունը, այդ ազատությունը, մարմիդ, էմոցիաներիդ, այն որ միջիսդ ինչ կա, չկա այդ էներգիան, այդ բան, ծանր էներգիաները, ծանր ապրանքների հետ, ծանր բաների հետ հոգսերի արա են, որ հավայի կպչուն մտքերի են, որ եկել են ծվարել են գլխումդ, արա ասում ես ախպեր, ինչ անեմ։ Հա, մեկ իրոք ես բանա, այդ էլ ուրիշ թեմա է ազուտ, հələ կվերադառնանք դրան, որ այն, որ մեկ իրոք գալիս են մտքերը ծվարում են այնքան, որ կպչուն են դառնում, ու հետո պայմանը լինում է ջիմը կամ սպորտը։ Բայց ես էլ մտածում եմ, արա խի պետք է ջիմն ու սպորտը պայմանը լինեն, որ այդ մտքերը ես ցրեմ։ Այսինքն ուրիշ տարբերակ չպետք է լինի, ես չեմ հասկանում։ Օրինակ եմ ասում։ Հա, մտածում ես էլի մեդիտացիա, բան եւ այլն, որը որ էլի ինձ թվում է շատ արժի։ Ու ինքը շատ ավելի ինձ թվում է բան առողջ մեթոդ է, քան թե անընդհատ ջիմը, որովհետեւ անընդհատ ջիմն էլ մաշում է։ Եթե անընդհատ պետք է տրտնջանք ու խոսքի գնանք ջիմ, ոտ ու թև կոդրենք, որ քեզ լավ զգաս, մտածում ես, ասում ես, բա ես 60 տարեկան, 70 տարեկան էլ եմ դառնալու հələ եղբայր, օրինակ էլի, հա։ Ամեն դեպքում լավ վերադառնանք կյանքի որակին, շատ հեռու չգնանք, զուտ եկանք, հա, ասա, Ես դրան հենց երևի բան ավելացնեմ, հենց երևի կյանքի որակի հետ շատ կախված է։ Նայ, տես այդ մտավոր բաները, որ մենք սովորենք մեր մարմինը մարզել, մենք սովորենք նաև հիմա քիչ սովորում ենք սնունդի վրա կենտրոնանալ, ընկերություններ, այդ ամեն ինչը, որոնց ասեցինք, որ մեր կյանքի որակի վրա ահա որ ազդում են։ Բայց տես այդ մտավոր process-ները, որ մենք մեզ ասել են, որ մենք պետք է դրա հետ ինքներս մեր խնդիրները լուծենք։ Էդ էլ կյանքի, օրինակ ես պահերա գալիս, որ ես հասկանում եմ, որ միգուցե օքեյ է նաև օգնություն փնտրել մարդկանցից, ովքեր մասնագիտացված են այդ ոլորտում, ոնց որ չգիտեմ, երբ որ ջիմը սկսում ես ամենասկզբից, հələ ոչինչ չգիտես, լիքը մարդ, ասենք տրեյներա վերցնում, որ իմանա, որ ոնց անի ոտերը չջարդի, թևերը չջարդի, ասենք օրինակ, չէ։ Նույն ձևով, երբ որ դու քո ներսում ինչ որ բաներ կան, ինձ թվում է այդ էլ կյանքի որակի հետ մեր մտքի վիճակը, մեր հոգեկան վիճակը կյանքի որակի հետ ահա որ մեծ կապվածություն ունի։ Համար առաջինն է, չէ, ներսից ինչ զգում ենք, հենց էդ էլ ասում է մեզ, արդյոք մենք լավ կյանքի որակ ունենք, թե չէ։ Ու ինձ թվում է պետք է էդ էլ քիչ-քիչ սովորենք ու ընդունենք, որ շրջաններ են լինում կյանքում, որ ինչ որ հարցեր են լինում մեր մեջ, որոնք մենք անցած ինչ-որ մի հատ կլոր շրջանակի մեջ ենք մտնում, այդ հարցը ուզում ենք լուծենք, A-ից B ենք գնում, B-ից C ենք գնում, ինչ որ պտտվում ենք ու վերադառնանք նորից A-ին, որովհետև չգիտենք ոնց դուրս գանք այդ շրջանակից ու այդ հարցի լուծման ձևը դեռ չենք գտել մենք մեր ռեսուրսներով։ Ու ինձ թվում է պետքա նաև էսենց ժամանակներ սովորենք, որ օրինակ չգիտեմ, հոգեբանի դիմել, մի 2-3 հատ session անցնել, որ քեզ դու քո շրջանակից հանի հարցեր տա, որոնք միգուցե քեզ կօգնեն այդ շրջանակից դուրս գալու։ Ուզում եմ ասեմ, տարբեր մեխանիզմներ ու տարբեր tool-եր կան, tool-ը ոնց են ասում հայերեն։ Գործիքներ, հա։ Գործիքներ կան, որոնք չպետք է վախենալ, կարելի է օգտագործել, եթե մենք զգում ենք, որ դրա կարիքը կա, ու եթե զգում ենք, որ այդ կարա մեր կյանքի որակի վրա լավ ազդի։ Համաձայն եմ, քուր ջան, ճիշտ ես ասում։ Հիմիկվա կյանքը ինքը բան է դարել, էլի։ Դե ժամանակին մարդու սոցիալիզացիան մի քիչ այլ է եղել։ Մարդը կարեցել է ավելի լայն շրջանակներում սոցիալիզացվի, ինքը իր հարցերը կարեցել է աչուձախ բարձրացնի ու հստակ մարդկանց փոխհարաբերությունն ավելի սերտ է եղել,
որից ելնելով նաև այդ հոգեբանի թեմաները այդքան արդի չեն եղել։ Ըստ իս էլի, կամ էլ ի վիճակի չեն եղել մարդիկ դիմելու։ Ես օրինակ կյանքիս մեջ այդ փորձառությունը չունեմ, իրոք չգիտեմ էդի ոնց է լինում, ոչ թե ես ասում եմ, ես մերժում եմ բան, ես գիտեմ, որ ինքը վստահ լավ փորձառություն է ու հաստատ ինքը կարա լավը տա, բայց ոչ վատը, էլի։ Ես վստահ եմ Դե դրանով։ կարա վատ մասնագետի ձեռի հետ Էդ էլ ընկնես, կարա կարա։ վատ էլ տա, Երևի էդ էդ էլ էլ պիտի կա, իմանաս, հա, ճիշտ ես ասում։ բայց Ասածս այնա, որ արժի, երբ որ կոնկրետ, հա, քո ասածի պես ընկնում ես այդ ցիկլների մեջ, որտեղ որ անընդհատ նույն հարցերն են բարձրանում, ու դու չգիտես կոնկրետ ոնց դուրս գաս այդ ցիկլներից, ինչ որ ալտերնատիվ մեթոդներ կամ մտքեր բերես քո մեջ, որոնք որ կփորձեն քո ուղին փոխել, որ դու այդքան կպչուն չդառնաս այդ նույն թեմաների մեջ, էլի։ Էդի կա, բան չունեմ ասելու, բայց դե նաև դրան էլ գումարած ինքնաաշխատանքը, ինքը չասեմ ամեն ինչա, բայց ինքնաաշխատանքն էլ մեծ դեր ունի, թե կարդալը, թե ինքնահարցադրումները, ինքդ քո մեջ փնտրելը, այսօր էլ քուր իրոք ինֆորմացիան այնքան շատ է, որ մի քիչ էլ ChatGPT անես, ինքը քիչ բան չի տալիս այդ մարդեն, որ մտածում ես, ասում ես, իրոք էլի։ Բա։ Հա, այդ որ ասեցիր բանը, մարդիկ ոնց էին ապրում ու ոնց են ապրում, նայ տարբերություններն է, որ մարդիկ նախ եւ առաջ կոմունալ պայմաններում են ապրել, այսինքն էլի գյուղերում, փոքրիկ տեղերում, սենց ու հիմա ոնց որ հիմա շատ ավելի ինդիվիդուալիստական աշխարհում ենք ապրում։ Բոլորս ինչ որ ինդիվիդուալներ ենք, չէ՞։ Ու այն ժամանակ դե բոլոր այդ կոմունները ոնց որ ինչա, իրանց հոգևոր բան են առաջնորդ են ունեցել, որ կարող էիր գնալ հոգևոր առաջնորդի հետ խոսեիր, մարդիկ այդ որ ասեցիր մեկը մյուսից շատ ավելի կախված է եղել ու այդ հեղինակություններ են եղել փոքր, ովքեր ինչ խնդիրներ, հարցեր միջանձնային լուծել են, բան, սուսես թեմաներ։ Այսինքն ուրիշ մեխանիզմներ են եղել, որ մարդիկ այդ իրանց ներքին խնդիրները ուրիշ ձևերով լուծեն, հետո ռելիգիոնն էլ, այսինքն մենք հիմա մեր ամբողջ բանը կրոնը, մենք հիմա ապրում ենք մի բանում, մի աշխարհում, որտեղ դու ինդիվիդուալ ես, դու քո խնդիրները պետք է լուծես, չէ՞։ Սենց ինչ-որ մի հատ այդ Արա, այն ժամանակ մտահորիզոնի մեջ ենք։ Ես իմ գլխի մեջ, այն որ մարդիկ տուն էին սարքում, արա կպնում էին իրար այդ տունը սարքում էին։ Ապրես։ Ես էդի հիշում եմ, էլի, այն որ մի 20 տղամարդ կպնում էին այդ տունը սարքում էին, նստում էին հացի, արա այդ ինչ ցնցող, ես վստահ եմ, որ այդ էլ իր խնդիրներն ա ունեցել։ Արա, բայց մյուս կողմից դրա մեջ կարող է շատ եմ ես ռոմանտիզացնում դա։ Արա, բայց սոցիալիզացումը էդի սիրուն բան է, էլի, սիրուն է, էլի, արա։ Ու բաց այդ մարդկային ակնկալիքները մեծ չի եղել, էլի, այդ ժամանակ, այսինքն հիմիկվա մարդու ակնկալիքները շատ մեծակուր։ Ու այդ ակնկալիքների ձեռն էլ մարդը կրակն է անգել շատ ժամանակ։ Այդ իրա ուզելու, այդ իրա ցանկասիրության ձեռը շատ ժամանակ կրակն է անգել։ Մարդը կա, այն ժամանակ մարդը ապրել էր քո ասացի պես ինչ որ փոքր, ինչ որ գյուղակում, բա, ախպեր սովորական։ Բայց այսօր մարդը որ սովորական է ապրում, ինքը ասում է, «Ո՞ր ինչ պետք է փոխեմ, ինչ պետք է անեմ, հələ սպասեմ, որ ինքը դժգոհ ավեշնի»։ Հա, որտեվ այն ժամանակ դու քո գյուղից այն կողմ չես տեսել։ Հենց է դա, ոնց են ապրում։ Հիմա ոչ թե միայն դու չես տեսնում ես թե քո գյուղից այն կողմ ոնց են ապրում, դու տեսնում ես Ամերիկայի Կալիֆոռնիայում Քիմ Քարդաշյանը ոնց է ապրում, private jet-ով ստեղ-ընդեղ է թռնում, ասենք դու մտածում ես ինչ եմ անում, ասենք գյուղում, ասենք։ Լրիվ արա, լրիվ ուր եկանք հասանք այդ թեմաներով, բայց ոչ մի տեղ չհասանք։ Ոչ մի տեղ չհասանք։ Արա մերնում ջանեք, լավ է որ խոսում ենք, կյանքի որակը թե ոնց բանանեք։ Այսինքն ամեն մեկս պետքա նորից անընդհատ ու նորից Արի, բայց սենց ասենք, ինձ կներես, գնացեք փնտրեք կյանքի որակը, բայց խնդրում եմ մյուսներին մի խանգարեք իրանց կյանքի որակը փնտրելու եւ ապրելու մեջ։ Արա մի խանգարեք, ախպեր, թողեք ամեն մարդ իր ձևի մեջ ապրի, էլի։ Ու այդ էլ process է, որ անընդհատ կյանքի ընթացքում վերաիմաստավորվում է ու այն ինչ որ քո կյանքի որակը լավացրել է 5 տարի առաջ, կարող է այսօր էլ չի լավացնում քո կյանքի որակը։ Այդ էլ մի process է, որ ինձ թվում է բոլորս էլ պետքա ինչ որ ժամանակ առ ժամանակ նստենք մտածենք, օքեյ, այս մարդիկ որ մեր կյանքում եղել են կամ այս ինչ որ բաներ, ակտիվիտիներ, որ ես արել եմ, ինչա տալիս ինձ ու ինչա
ինձնից տանում ու ինչը շարունակեմ, թե ինչ բերեմ նոր իմ կյանք ոնց որ ասած էլի։ Այդ էլ էլի զարգացման ու ոնց որ աճելու process-ն է ոնց որ ասած էլի, ոնց որ դու ասացիր։ Ու մի հատ հետաքրքիր բաներ եմ նկատել, որ ժամանակակից մարդը, որ ուզում է մի բան փոխի իր կյանքում, արդ է մարդ ենք, ուզում ենք փոխենք, չէ՞ որ։ Հետո մտածում ես, ասում ես կարող է ես էլ եմ ընկել այդ ցանկասիրությունների տակ, որ ուզում եմ փոխել, ճոգում ես։ Այնինչ ինձ թվում է այդտեղ էլ մի հատ ինքը բարակ նուրբ գիծ կա, էլի, որ ինձ թվում է ժամանակն է փոխելու, այսինքն այն ժամանակն է ինչ որ մի բան փոխվելու, երբ որ կոնկրետ դու էլ նյութ չես ստանում քո արածից։ Ինչ որ բան պետք է ստանաս էլի արածից այդ ամեն դեպքում քուր։ Պետք է իմաստ տա էլի քեզ։ Դե ասենք տես օրինակ փոխելը մարդիկ կարող է հասկանան գնաս ավտոդ փոխես, մյուսներն էլ կարող է հասկանան, չգիտեմ, լիքը վազել ես, ոտքերը ծնկներդ արդեն ջարդել ես, վազելը էլ քեզ համար չի այլև։ Օй, չգիտեմ, հասկացա՞, ասենք ինչ որ կամ չեմ անում, ինչ որ մարդիկ, որոնց հետ երկար շփվել ես ու էլ ոչ իրանք են քեզ մի բան տալիս, ոչ դու ես իրանց մի բան տալիս։ Հա, օրինակ չեմ անում, ճոգում ես, էդ էլ ասենք Հա, իհարկե, ասենք էներգիատ ինչի մեջ ես դնում ու դու ինչ ես ստանում ու իրանք ինչ են ստանում ու արդյոք ինչքան կարաս տաս։ Ինչ որակ են էլի հաղորդում вообще քո կյանքի, եթե Էդ էլ էլի Հայաստանում մի քիչ պարտադրողական թեմա է, էլի, այդ մարդկային շփումներն էլ են էլի պարտադրողական, որովհետև այնքան փոքր է քիփա, նույն մարդկանց անընդհատ տեսնում ես, չես կարող չշփվես հետները, այնիշ դու զգում ես, որ չէ իրել։ Օրինակ եմ էդի ասում, էլի, որովհետև որ սպառվել է ինչ որ բան, ախպեր, չկա էլ խոսքի։ Բայց մարդիկ ուղղակի շփվում են, էլի։ Դե հա, ասենք օրինակ, դե բայց էդ էլ որ հիմա նայես օրինակ ասենք եթե հին ժամանակներին նայիր, դες կյանքը փոխվել է, չենք կարա ասենք արի վերադառնանք հին ժամանակներն հենց ապրենք, բայց նես չէր այն ժամանակ, որ մարդիկ կարային ընտրեին, ասեին գիտես ինչ, ով հարևանդ եղել է, այդ վсё, դու արդեն չես կարա ընտրես, ասես գիտեք ինչ, մյուս մարդը ավելի լավն է, բերեք իմ հարևանը դարձ։ Արա իրոք, արա, բայց էդ էլ էլի մեծ ֆակտոր է, ով են հարևանները մարդու էլի, հա։ Ապրես քուր ջան Չգիտեմ ուր էր հասակ, բայց էլի լավ պտույտ էր, ջիգարս, ապրես, կյանք չէ։ Երբ որ մտքեր են գալիս, մեր կյանքի որակը ոնց, ու արևը կյանքի որակի շատ մեծ բան է։ Հայաստան չենք, չգիտեմ, այն օր էինք խոսում դրա մասին, որ ասենք օրինակ մինչև Գերմանիա տեղափոխվելով կմտածել, որ արևը կյանքի որակի ինչ որ կամ որ Հայաստանն արևի երկիր է, արա, որ Հայաստանն արևի, արա Հայաստանում մարդիկ ասում են, այսինքն կարծում են, որ Հայաստանում արևը պակաս է։ Ու իրանք կարծում են, որ պետք է Հայաստանը, այսինքն էլ ավելի արև։ Չէ, հա, դե լավ։ Որ անկեղծ եմ ես քեզ ասում։ Մի անգամ չեմ լսել։ Ու ես ասում եմ, արա ինչ եք ասում։ Ինչ եք ասում։ Օրինակ այս տարի ձմեռը տենց արևոտ չէր, բայց ասենք այդ արդեն բանի թեման է, էլի, որ արդեն ուզում ես Ավստրալիա լինես, էլի, ասենք։ Հա։ 12 Կամ ինչ որ բալի մալիներ էլի, էտա թեման։ Բայց ամեն դեպքում Հայաստանը այն 4 եղանակները, որ ինքը տիպիկ ունի, այդի կայֆ է։ Այն որ 4 եղանակն էլ այդ մարդը քեզ տալիս է, այն որ արևոտ աշուն։ Արա, արևոտ աշուն, արա։ Այն որ ինքը դեպրեսիա չունի իր մեջ։ Դրանից այն կողմ էլ ինչ է։ Նայ, ձմեռներն էլ են հիմնականում արևոտ լինում, գիտես, այդ մեկ ամեն տարի չի, բայց այս տարի օրինակ տենց արևոտ չէր, ես ստեղ էի, բայց ես հիշում եմ 2022-ին էր ինչ էր, ես եկել էի տեղափոխվել էի Հայաստան, ու այդ 12-3 տարուց հետո էր եկել էի Հայաստան, մեկ է առաջի ձմեռը ստեղ եմ անցկացնում, ամեն օր առավոտ վեր եմ կենում, դուրս եմ նայում, կապույտ երկիր։ Արև, բա։ Okay, տեսնենք, ու ամեն երկրորդ, ամեն հաջորդ օր ես մտածում չի կարա լինի սենց, որ ասենք ձմեռվա մեջ ամեն օր արև լինի, հրաշք ուղղակի էլի ասենք։ Չէ, արևը էդի հաստատ մեծ որակ է։ Հա, կյանքի որակի, ահա որ մեծ առողջության համար էլ մեծ բան ունի։ Ապրես կյանքս։ Ապրես։ Լավ որ քեզ սիրուն օր։ Քեզ էլ քաղցրս ապրես։ Davay, քաղցրս, պակա, սիրունս։